Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Հավատում ես, որ կարող եմ բժշկել քո աչքերը։ Տեր Հիսուս Քրիստոսի կերպարն Աստվածաշնչում ուսումնասիրելը հրաշալի հայտնություններ է մեզ փոխանցում։ Ինձ համար բավականին հետաքրքրական իրողություններ են բացահայտվում այն հարցերից, որոնք Տերը տալիս էր մարդկանց, և առաջիկա օրերին մենք հենց այդ հարցերից մի քանիսի մասին ենք զրուցելու։ Ահա դրանցից մեկը. հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել։ Մատթեոս ավետարան 9:28 խոսք։ Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի այս հարցն ուղղված էր երկու կույր մուրացկաններին, որոնք Նրանից բժշկություն էին աղերսում։ Նրանք լսել էին Տեր Հիսուսի գործած հրաշքների մասին և, ի տարբերություն շատ այլ մարդկանց, որոնք ոչ միայն լսել, այլև տեսել էին Տեր Հիսուսի հրաշքները, այս մարդիկ խորապես հավատում էին, որ Տեր Հիսուսը կարող էր հրաշք կատարել նաև իրենց կյանքում։ Այսպիսով, նրանք որոշեցին գտնել Տիրոջը։ Դա այնքան էլ դյուրին գործ չէր, քանի որ Տերը մի վայրից մյուսն էր ճամփորդում և տարբեր տեղերում էր ուսուցանում ու բժշկում մարդկանց։ Սակայն այս երկու կույր մարդիկ առաջնորդվում էին իրենց ունեցած հավատքով։ Նրանք հավատում էին, որ ոչ միայն կգտնեն Հիսուսին, այլև կգրավեն Նրա ուշադրությունը։ Երբ Հիսուսն այնտեղից հեռանում էր, Նրա հետևից երկու կույրեր էին գնում։ Նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի Որդի»։ Տեր Հիսուսի արձագանքը նրանց հավատքին հարցի տեսքով էր. հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել։ Հավատքը տեսնում է իրադարձությունները նախօրոք։ Հավատքը տեսնում է չերևացող իրողությունները։ Հավատքը վստահում է Աստծուն։ Հավատքը անհնարինը հնարավոր է դարձնում։ Հավատքն այնպես է հպվում Աստծու սրտին, որ Նա էլ Իր հերթին հպվում է հավատք դրսևորողի կյանքին։ «Երբ տուն հասավ, կույրերը մոտեցան Նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Հավատո՞ւմ եք, որ կարող եմ դա անել»։ Նրան ասացին. «Այո՛, Տեր»։ Այդ ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Թող ըստ ձեր հավատքի լինի ձեզ»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր Տեր Հիսուսը նույն հարցը քեզ է ուղղում։ Հավատո՞ւմ ես, որ կարող եմ դա անել։ Հավատո՞ւմ ես, որ Տեր Հիսուսը ամենակարող Տերն է։ Հավատո՞ւմ ես, որ Նա սիրում է քեզ և հոգ է տանում քեզ համար։ Նա գործելու է քո կյանքում այնքանով, որքանով քո հավատքը Նրան գործելու ազատություն կտա։ Նա գիտի, թե որքան մեծ է քո խնդիրը, իսկ դու գիտե՞ս, թե որքան մեծ է քո Տերը։ Վստահի՛ր Նրան։ Նա չի կարողանում անտարբեր մնալ անկեղծ հավատքի ցանկացած դրսևորման հանդեպ։ Քո հավատքը հասնում է մինչև Նրա սիրտը։ Քո հավատքը հպվում է Նրան այնպես, որ Նա էլ Իր հերթին քո կյանքին է հպվելու Իր բժշկարար ու ազատագրող ձեռքով։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։